Ինչպես կարելի է Զապորոժեցի ու Օպելի մասերից ուղղաթիռ ստանալ, բանաձևը գտել է Արթիկի 50-ամյա բնակիչը։ Մնացական Հաջաթյանը ձեռքի տակ եղած իրերից ուղղաթիռ է պատրաստել։ Այլումին, դեպս չէ, երկաթ, ինչ բաներ կա, այս բոլորը ես եմ ձեռքերով հավաքել։ Տարբեր դետալներ համակցել, ստացել եմ այս մեխանիզմը։ Իր ավտոմատ պերեկոսն է, ամենակարևոր դետալը, որ իրան բարձրացնում առաջ հետ իր այռուլի սիստեմն է, այդ ամեն ինչը։ Պոչն էլ էլի կարևոր բան է, առանց պոչի ինքը էլի չաշխատի, որովհետև եթե ինքը կետնի վրային հենման կետ ունի, իսկ որ բարձրացավ էլ հենման կետ չունի, այս միտերին հագարակ կֆերսնի արամը էլ արդեն, առակցի մոմենտ կառաջանա, չերես այս ռեդուկտերի առակցի մոմենտ կուտա, արամը կհագարակվա, պոչի վինտը կփեչե, իրանք ուղի կպահի։ Մնացական Հաջաթյանը մասնագիտությամբ էլեկտրիկ է, աշխատում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության Արթիկի մասնաճյուղում։ Ուղղաթիռ չի նստել, բայց մի քանի մոդելներ տեսել է Մոնղոլիայում ծառայելու ընթացքում։ 5 տարի առաջ սկսեց իրագործել իր երազանքը։ Համացանցի օգնությամբ սեփական երևակայության համադրմամբ թռչող սարքի կմախն արդեն պատրաստ է։ Այսպես շարժեցինք, այս ռուլը, այս օբշի շարք, քաշեցինք վերև ելավ, իջցարեցինք պասատկա ելավ, իջավ ներքև, քաշեցինք, այս էլ ռուլը, իրա ռուլը։ Առաջի հետ կողքի օծածև շարժումներ։ Քիչ ծախս ու մեծ արդյունավետություն ուղղաթիռի հեղինակը հավաստիացնում է, որ իր պատրաստած մոդելը կարող է հանրային նպատակների ծառայել, ջուր հասցնել սարեր կամ օրինակ արտակարգ իրավիճակների դեպքում վիրավորների տեղափոխել հիվանդանոց։ Եթե պետությունը աջակցի կերանք այս շաբլոն լինի, ինքը որ աշխատավ, մենք կերանք էժան արտադար ինքը դաժե վայրին է օգտագործել։ Օրինակ ինքը կերա Հատ խոսքի բակ կախել նորից, դաշտերը տեղի նյութ, պարադային նյութ, ամեն ինչ է կերավանի։ Փոսնական շարժիչով որ աշխատեցնում է, ինքը այս սազորներով մաքուր աշխատում է, վրացյաներ չուներ, դե ընթացքում ուներ է վերացել էց, էլի, արդեն դե ծանրության հավասարակշռության մոմենտներն էր, նորմալ ինքը աշխատում է։ Տեխնիկան էս շուտվանից եմ սիրել, միշտ եմ ուզեցել եմ, որ անպայման դաժե ունենա։ Մոդելը դե ինքը սամաձելն է։ Իսկ ինչ անուն եք ուզում տակ։ Ինչ անում, կերակայդիր։ Մնացականը գումար չունի, որ շարժիչ գնի, երբ շարժիչը տեղադրվի, ուղղաթիռը պատրաստ կլինի թռիչքի։ Որոշել է անձամբ է փորձարկելու եւ տեղանոց ուղղաթիռով առաջին անգամ մենակ օդ կբարձրանա։ Նազիլ Էլբակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։